ձեզ բոլորին բարև։ Արտեմ ջան, բարև, Գալիկ նոր տարին շնորհավոր։ Ողջույն, ես եմ շնորհավորում։ Մենք այսօր ունենք ասելու լավ բաներ, որ նոր տարին մեր ժողովուրդը լավ տրամադրությունով հանդիպի։ Բաներ կար, որ չէինք ասում մինչև նոր տարի, որ նոր տարուն լինի։ Արտեմ ջան, բայց սկիզբը սկսենք վատ հարցից։ Սկսեմ պրեմիաներից։ Ինչքանով էր ճիշտ այդ պրեմիաները տալ։ Առաջերտին շնորհակալություն Գորջան, եւս մեկ անգամ ինձ գիտես շատ հաճելի է միշտ քո հետ զրուցել տարբեր թեմաներից։ Ես օրինակ չի ասի, որ դա ինչ որ վատ լուր է, պրեմիաները իմ կարծիքով դա ոչ միայն օրենսդիր, նաեւ գործադիր բոլոր տեղերում, մարդիկ ստացել են պրեմիաներ ու դա իմ ու դա շատ ճիշտ է ու դա աշխատանքի գնահատականն է մեր։ Իմ կարծիքով սա նման բաներ պետք է լինեն ու նաև պետք է վերանայվի աշխատավարձներն էլ համ օրենսդիր, համ գործածական բոլոր տեղ պետք է վերանայվի աշխատանքները եւ մյուս տարի դրան ինչ որ կանրադառնալ։ Իսկ ինչ վերաբերում է վատ, դա իմ կարծիքով վատ բան չի, դա ազգային ժողովի падգամավորների տարեկան աշխատանքի գնահատականն է։ Արտեմ ջան, ես մի քիչ ավելացնեմ քո թույլտվությամբ։ Ուրեմն պետական աշխատող եթե լինի, պետք է աշխատավարձը բարձր լինի, որ նորմալ սպեցիալիստ գա աշխատի, ասենք չեն կարա ինձ 1000 եվրոյով վերցնեն աշխատանքի, չեմ աշխատի այս ուղղակի։ Նույն Արտակ Ղուկասյանը, նույնը լյուբոյ նորմալ սպեցիալիստը, որ սովորել է 20 տարի բուերում անցկացրել եւ այլ ու գալիս է 1000 եվրոյով աշխատի, չի ստացվի։ Բայց ես գիտեմ հիմա Հայաստանում մասնավոր կամպանիաներ, որը $1 միլիոն տարեկան աշխատավարձ են ասում լավ մենեջերի համար ու չեն կարող գտնել։ Соответственно, ինչքանով է ճիշտ, որ պրեմիա չլինի, աշխատավարձը բարձր լինի միանգամից, որ լավ սպեցիալիստ աշխատի։ Տեսեք, ես ասեմ, ես կողմնակից եմ, որ վերանայվի աշխատավարձները, այո, որովհետև պետական համակարգում լավ մասնագետներ պետք է լինեն ու այդ մասնագետների կարիքը պետությունը ունի։ Ինչպես դուք նշեցիք, Գորջան, այո, մասնավոր այսօրադրությամբ շատ լավ վարձատրում է մասնագետներին, այդ իսկ պատճառով որոշակի պետական կառույցներում, պետական պաշտոններում մենք ունենում ենք խնդիր պաշտոնների իսկ լավ մասնագետներ ունենալու հարցով, դրա համար իմ կարծիքով պետք է վերանայվի աշխատավարձները, իսկ պարգևավճարներն էլ նաև պետք է լինեն, որովհետև պարգևավճարով դու նաև կարողանում ես խրախուսել լավ աշխատանքի դիմաց ու մոտիվացիա է, ասենց ասեմ, շատ մեծ մոտիվացիա է աշխատողը, որպեսզի ավելի արդյունավետ աշխատի։ Իսկ դա ուղղակի ասենց ասեմ, այն մեր ընդդիմադիր որոշակի падգամավորներ, որոնք այսպես ասած ընդդիմադիր, այ որ իրանց անկեղծ ասեմ չպետք է իրանք ունենային նման, կանգնում են ինչ-որ բաներ են խոսում, որտեղ ոչ ազգային ժողով են գալի, ոչ որ իրանց օրակարգն ուրիշ է։ Այսինքն ես այդ մասով ինչ-որ տես վատ բան չեմ տեսնում։ Արտեմ ջան, չէ, մի հատ էլ բան ասեմ, որ ասենք Սինգապուրը մենք գիտենք ինչ թրիչ կա եղել այնտեղ, ինչ է, երևի միակ երկիրն է, ինչքան ես գիտեմ, միակ երկիրն է, որ պետական աշխատողը ավելի շատ աշխատավարձ ստանում, քան ցանկացած частный կամպանիան։ То есть, եթե դու նախարար ես կամ դու այսինչ բանի պետն ես, էլեկտրոցանցիա, չգիտեմ ինչի է, տարածքային եւ այլն, դու ավելի շատ ես ստանում, քան частный կամպանիան կարա քեզ տա գումար։ Դրա համար սպեցիալիստը գնում է հենց պետական աշխատելու, ոչ թե частный կամպանիա։ Այո, ես էլ եմ համաձայն ու դա շատ ճիշտ է, որովհետեւ ասեմ պետությունը պետք է ունենա լավագույն մասնագետին։ Այսինքն լավագույն մասնագետը պետք է աշխատի իմ կարծիքով, պետք է աշխատի պետության համար։ Լավ, այդ թեման բան անենք։ Արտեմ ջան, հիմա սկսենք արդեն ժողովուրդը հավաքվել է, մենք սկսենք մի քիչ ավելի լուրջ թեմաներից խոսալ։ Ատոմային էլեկտրակայան։ Ուրեմն տեսեք, մի քանի երկիր կա, որ առաջարկում է Հայաստանում ատոմային էլեկտրակայանը, որից մեկը Ռուսաստանն է։ Ռուսաստանը, որ անգամ չի կարող են 5 սովետի 06-ը հավաքի, հիմա ինքը ուզում է մեզ ատոմային էլեկտրակայան կառուցի։ Ինչքան լուրջ է նայվում Ռուսաստանը այդ հարցը։ Տեսեք, վարչապետն դրա մասին զրուցեց, խոսացել է եւ այստեղ հետեւյալն է, որ Հայաստանի Հանրապետությունը ինքը ուզում է տարբեր պետություններից ստանա առաջարկ, ընդհանուր Ռուսաստանից, այո, որովհետեւ ինչքան շատ առաջարկ մենք ունենք, նաեւ որակական, այսինքն մենք ճիշտ գնահատական կարող ենք ստանալ եւ ճիշտ որոշում կկարողանանք կայացնել, թե Ռուսաստանը կկարողանա այդ հաջորդին մասնակցել, ու ինչ որ
աշխատանք անել, դա հետագայի հարց է, բայց ասեմ ձեզ, մենք այսօրվա դրությամբ ունենք ոչ միայն Ռուսաստանից նման առաջարկ, ունենք տարբեր պետությունից, եթե չեմ սխալվում, մոտ 5 պետությունից մենք ունենք առաջարկ Հայաստանի Հանրապետությունում կառուցել ատոմակայան։ Դրա համար Գորջան, իմ կարծիքով սա նորմալ ընթացակարգ է, հա, մենք արդեն կունենանք ընտրելու հնարավորություն, կփորձենք ընտրենք ամենալավագույն կատարողին ու Հայաստանի Հանրապետությունը կունենա նոր ատոմակայան։ Իսկ այնպես պետք չի բան անել, կենտրոնանալ, թե ռուսները հեսա կգան, իրանք կհաղթեն, հա, ու ինչ որ կսկսեն աճուկ դա, ու կսկսեն Հայաստանում կառուցել, դա ուղղակի ընթացակարգ է, մենք էլ ուսումնասիրում ենք շուկան եւ առաջարկները։ Արտեմ ջան, դուք կառավարությունում եք, Ազգային ժողովուրդ։ Հա, որը մարդիկ չգիտեն, ես ոչ ԿՊ-ից եմ, ոչ աշխարհի ժողովից եմ, ոչ կառավարությունից եմ, ոչ բան։ Այս հարցերը տալիս եմ, որ մարդկանց բացատրես, потому что դու ընդեղ ես, դու մեջից ես գիտես հարցերը, այդ հարցերի պատասխանները, դրա համար այդ հարցերը տալիս եմ ես։ Ես ասեցի դա զուտ նրա համար արվում, որ Հայաստանի Հանրապետությունը ունենա մի քանի առաջարկներ, որ կարողանա ընտրել ամենալավագույնին, այսինքն նպատակը դա է, նաև այդտեղ այո, նաև գնային առաջարկ եւ կատարելու այդ տվյալ աշխատանքը Ռուսաստանը ներկայացրել իր առաջարկը, որը մեր կողմից կդիտարկվի միանշանակ։ Հա, հասկացա։ Հիմա արդեն լավ նորություններից սկսենք խոսալ, հա, մի քիչ բաներ հարցեր եղավ, հիմա լավ նորություններից։ Ավելանում են արդյոք ռազմաարդյունաբերության գործարանները։ Տեսեք, սենց ասեմ ձեզ, Հայաստանի Հանրապետությունում այսօրվա դրությամբ ավելանում են արտադրողները, բայց այն տեմպերով չէ, ինչ որ պատերազմից հետո էր։ Դա ունի իր պատճառները, այսինքն արդեն Հայաստանում ես նկատում եմ նաև, որ Հայաստանի ռազմաարդյունաբերողները գնալով արդեն ստեղծում են համատեղ արտադրանքներ եւ կարողանում են այսինքն գալ մի հարթակի շուրջ իրարից սկսել աշխատել։ Այսինքն սա այդքան կարևոր չի ավելանումը Հայաստանի Հանրապետությունում ռազմաարդյունաբերողների քանակը, թե չէ, այստեղ ամենակարևորը մենք ֆիքսենք, թե Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերողները ինչ խնդիր են այսօր լուծում Հայաստանի Հանրապետության համար։ Այսինքն ավելանալով կարող ավելանա, բայց այն խնդիրները կարևորագույն, որը դրված է Հայաստանի Հանրապետության պահանջները բավարարելու համար, չկարողանանք դա անենք։ Ու ասեմ ձեզ, Հայաստանի Հանրապետությունում ռազմաարդյունաբերությունը արդեն հետ ճանապարհ չունի, որովհետև Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2026 թվականին նաև Երամյան նորից ֆինանսավորում է կատարվելու, մոտ 150 միլիարդ դրամի ֆինանսավորում է լինելու, եւ դա արդեն մեր Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերողները հստակ կարող եմ ասել, որ արդեն իրանք կայացած կազմակերպություններ կլինեն ու լուրջ խնդիրներ կարողանան լուծել եւ նաեւ լուծում են, այս տարի նաեւ ունենք շատ հետաքրքիր, այսինքն պրոդուկտներ ենք արդեն ստացել, փորձանմուշներ ենք ստացել, որը փորձարկվել են ու իմ կարծիքով մյուս տարի մենք ավելի հստակ պատկերներ կունենանք վերջնական արտադրանքի եւ սերիական արտադրության։ Ես կֆիքսեմ հետեւյալը, որ 2025 թվականը մեր Հայաստանի Հանրապետության համար ռազմաարդյունաբերության ոլորտում շատ դրական էր ու այն պատվերները, որ մենք 23 թվականին տրվել էր ռազմաարդյունաբերողներին, նաև ուզում եմ, որ մեր հայրենակիցներն էլ իմանան, շատ բարձր որակի կատարվում են, արդեն ավարտվում են, իսկ չունենք մի կազմակերպություն, որը այսօրվա դրությամբ մեր պետության համար ստեղծել է մի խնդիր կամ խնդրեմ, իսկ կատարվում են աշխատանքները շատ բարձր մակարդակի, բարձր նաև ունեն որոշակի խնդիրներ ժամանակի հետ կապված, դա օբյեկտիվ պատճառներ կան դրա հետ, բայց ընդհանուր առմամբ շատ դրական եմ ես համարում այսօրվա դրությամբ ռազմաարդյունաբերության աճը։ Որ խնդիրներ կան, դա պարզ է, ասենք միշտ էլ լինելու է, դա չի կարա, ասել ենք մենք բանում էֆիրում մի հատ ես կրկնեմ, դա որ չի կարա լինի քաղաքը կառուցվում է, վերջի շենքը կառուցել ենք ակում, այլ քաղաքը չի կառուցվում։ То есть всё, պրտանք։ Չէ, բանակային բանա ռազմաարդյունաբերությունը, որ միշտ պետք է ավելի կատարյալ լինի, ավելի աճի, ավելի ֆինանսավորվի եւ այլն, բայց մի հատ ռեմարկ անեմ ձեր ասացին, որ ռազմաարդյունաբերությունը մեր մոտ sense ֆինանսավորություն չի ունեցել երբեք, մոտիկ անգամ չի եղել տենց տիպ, դա հա, գիտեմ, էլ եմ ասում, այդ ամեն ինչը գիտեմ, բայց շատ լավ է, որ դուք ասեք, արդեն որովհետեւ ես իմ պատկերացումներն ասեմ, ու նաեւ ճիշտ է, մենք այդ մասին նաեւ մեր հանձնաժողովներ ենք քննարկում եւ խոսալ ենք նաեւ գործադիր մեր գործընկերների հետ։ Տեսեք, մենք անընդհատ խոսում ենք մի բանի մասին, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ֆինանսավորում արեց, հա, դա շատ կարևոր էր, բայց ես ուզում եմ մեր հայրենակիցները ֆիքսեն մի բան, որ մենք
ֆինանսավորել ենք այն ապրանքատեսակների համար, որը մեր պետությանը անհրաժեշտ է։ Այսինքն մենք ուղղակի ֆինանսավորում չենք արել, որպեսզի մենք պահենք ռազմավարությունաբերող Հայաստանի Հանրապետությունում։ Ոչ, մենք ֆինանսավորել ենք, այո, բայց այդ ֆինանսավորման շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը լուծել է շատ կարևոր անվտանգության հարց։ Հայաստանի Հանրապետության անվտանգության հարց, այսինքն իրանց չափով։ Ես չեմ ասում մենք 100% կարողանում ենք մեր այս պայմանությամբ ռազմավարությունաբերությունը ինքնաբավադ չէ, բայց մենք պետք է աշխատենք ու գնանք, որտեղ մեր համար པարզ են ուղղությունները, այդ ուղղություններով մենք պետք է զարգացնենք մեր ռազմավարությունաբերումը ու հասնենք մեր նպատակին։ Բայց սրա հետ մեկտեղ Գորջան, ես դրա մասին միշտ եմ խոսացել, օրենսդրական բազմաթիվ հարցեր կա, որ պետք է նաև ուսումնասիրվի ու օրենսդրական փոփոխություններ անել եւ կարևորագույն հարցերից մեկն է իմ կարծիքով մենք 2026 թվականին նաեւ շեշտը պետք է դնենք Հայաստանի Հանրապետությունում ստեղծել լաբորատորիաներ, որովհետեւ շատ կարևոր են, ունենք մենք լաբորատորիաներ, կան այդ լաբորատորիաները, բայց ավելի պետք է կատարելագործենք եւ ավելի լավ մակարդակի հասնենք մեր փորձարկումները, այսինքն մենք վիզուալ փորձարկումներ ենք անում։ Արդեն ջան, թույլ տվեք մի հատ ռեմարկ անեմ, ես ու դու ենք հասկանում ինչ է լաբորատորիան, բայց մի քիչ պատրոն որ ժողովուրդը հասկանա ինչ է դա նշանակում, դա ինչ մեծ բան է։ Տեսեք, մենք այսօրվա դրությամբ այն մակարդակին ինչ որ հասել ենք ու արտադրում ենք ու մատակարարում ենք ռազմավարությունը մեր պաշտպանության նախարարությանը, այդ մասով մենք լաբորատորիաներ ունենք պետական, որտեղ փորձարկումներ են կատարում, այսինքն այդ փորձարկումները մեզ տալիս են արտադրատեսակի ավելի բարձր որակ, այսինքն մենք ստուգում ենք մեր արտադրանքը, բայց մենք ինչքան տարից տարի մեր ռազմավարությունաբերողները զարգանում են, նոր զինատեսակներ, նոր կառավարման համակարգեր, նոր խնդիրներ, հա, այսինքն այդ ամեն ինչը ստեղծելով, ունենալով, մենք արդեն պետք է անցնենք ավելի լուրջ աշխատանքների լաբորատորիաների ստեղծման համասով։ Ու դա ասում դա կբերի, որ մեր ռազմավարությունաբերողները քիչ նմուշներ կոչնչացնեն, հա, այսինքն եթե չունես լաբորատորիա, դու փորձում ես դա վիզուալ փորձարկումներ անել, հա, այսինքն եթե տրակող բան են, տրակած, իսկ այս մեր թիմը բանը գնացել է Ինչ մեզ թանկ ու դորդուբեշ նստեց այն բանը փորձանմուշների ֆինանսավորումը, որ մենք այդքան մեծ գումարներ տրամադրում ենք փորձանմուշների ֆինանսավորմանը, երբ որ մենք ունենանք Հայաստանի Հանրապետության լաբորատորիաները կունենան, մենք արդեն մենք տեղում քիչ փորձանմուշներով կունենանք լավ արդյունք։ Այսինքն դրա այդ մասով պետք է աշխատել ու իսկ մյուս տարի դրա վրա պետք է մեր ռազմավարությունաբերությունը իդեմս բտանախարարության պետք է դրան շատ ուշադիր լինի։ Մի հատ բան ասեցի դուք Արտեմ ջան, որ Սելեն մեր մոտ ֆիրմաները իրար հետ աշխատեն։ Ժողովուրդը չգիտի, ես երկու բառով ժողովրդին բացատրեմ։ Ժողովուրդ ջան, սաղս անկապ իրարից ենք աշխատում։ Ամեն մեկը իր ոնց որ կուտոկներ ծարկես, իր բանը։ Առանձին լրիվ աշխատում էին, առանձին մտնում էինք Արտեմի մոտ, ու ասում էին, այս բանը կա եւ այլն։ Ու ես այն գլխից ասում եի, Արտեմն էլ իմ հետ համաձայն էր, որ պետք է այդ ֆիրմաները իրար հետ աշխատեն, որովհետեւ ինչ որ բան, եթե մենք արտադրել ենք, այդ ինչ որ բանը մի 30 մասից է կազմված, չէ՞։ Հա, դավարոն, ասենք, օրինական եմ ասում, պայմանական դավարոն, այդ 30 մասից 5-ը ավելի լավ է արել, քան էլեկտրոնի բանն արել ավելի լավ, քան ձերնա։ Այդ սա միացնում է իրար ու ստացվում է ավելի բարձր մակարդակի, որովհետև նրանք աշխատում։ Հիմա որ իրար հետ միացրած են, ավելի ճիշտ չի դա։ Դե, սենց ասեմ, դա ամենաճիշտն է, ես միշտ ասում եմ, որ մեր ռազմավարությունաբերողները պետք է լինեն տեղեկացված։ Այսինքն իրանք պետք է իմանան, թե ինչ է կատարվում, ով ինչ է արտադրում։ Պարզ է, որոշակի գաղտնիություն կա, այդտեղ պահպանվում է, բայց որոշակի դետալների եւ կոմպոնենտների արտադրման մասով մեր ռազմավարությունաբերողները մեկը մյուսից պետք է տեղյակ լինեն, ու ասում եմ, կան կազմակերպություններ, որ արդեն իրանց մեջ միավորվել են մի քանի կազմակերպություններ իրար հետ հավաքվել են եւ մի տանիքի տակ, տենց ասած, իրանք ստեղծում են համատեղ product։ Ամեն մեկը ունենալով իր ինչ որ աշխատանքը տվյալ ապրանքի, զինատեսակի կամ կառավարման համակարգի մեջ, որը արագացնում է մեծ process-ները, այսինքն ավելի հեշտացնում է, երբ որ դու հստակ կարողանում ես այդ գծերը քաշել։ Այդ մենք իրար հետ խոսում էինք քու բանում դասենյակում էինք խոսում ժամանակ որ ինքը դու ասեցիր Արտեմ ջան կներես դու եմ խոսում բանը դու ասեցիր ապա էսի արդեն կա այս բաները այս դետալները արդեն կա շատ լավն է դավարոյինն է Հիմա չեն խորանում ինչա ոնց է բայց դու այդ միացնել մի սիստեմա անել ոնց է Իսրայելը աշխատում ամեն բանը աշխատում է զավոդը դետալներ արտադրում բայց ինքը չգիտի ինչի համար սա գնում են գալավնոյ օֆիս հավաքում է ու իրանք չգիտեն անգամ ինչի համար են այդ դետալները հավաքում
Հա, տեսեք, այնտեղ պետք մի քիչ ուրիշ ձև է, այստեղ հարցն է, որ Գորջան, մենք պետք է հասկանանք, որ ռազմաարդյունաբերության կոմիտեն լինելով ինքը, այսինքն վերահսկող չէ, այսինքն այն մարմինը, որը պետք է պուլսը պահի ռազմաարդյունաբերողներին, որ հասկանա, որտեղ ինչ խնդիրներ կա եւ կարողանա այդ հարցը արագ կարգավորի, բացի դրան ինքը նաեւ այստեղ մենք ունենք այդ օրենսդրական փոփոխություն ու դա պետք է ամեն ինչ անենք, որ ինքը հրատապ մտնի բանի մեջ, այսինքն գործի, սա այդ կոմպոնենտների արտադրման բանն է, երբ որ իմանալով պետության պահանջարկը, եթե դու գիտես, թե 2026-ից մինչև 28 թվականին ինչա պետք մեր պետությանը, պաշտպանության նախարարությանը, դրա հիման վրա ռազմաարդյունաբերության կոմիտեն արդեն տալիս է այդ կոմպոնենտների ֆինանսավորումը, որը հեշտացնում է հետագայում ընթացքը եւ արագացնում է process-ը, արդեն մեր արտադրողները ավելի արագ են անում, պատվերները կատարում եւ հանձնում պատվիրատուին։ Այսինքն սա շատ կարևոր հարց է, ու ես ուզում եմ, որ իմ գործընկերներ եւս մեկ անգամ լսեն ինչ եմ ես ասում, ու այդ կոմպոնենտների ֆինանսավորման ու պայուսավորման ֆոնդի ստեղծման հարցը նույնպես 2026 թվականին փորձեն իրականացնել։ Since մենք եկանք մի հատ շատ կարևոր հարցի, Արտեմ ջան, որ մենք 3 տարով ռաշոտ ենք անում արդեն բյուջեն ա գծում եւ այլը, չէ՞։ То есть մենք արդեն առաջ ենք մտածում։ Если оборонная доктрина, գրվում է оборонная доктрина, то есть մենք չենք ունեցել այդ ես հաստատ գիտեմ։ Հիմա կա оборонная доктрина։ Գորջան, տեսեք, դոկտրինան ինքը իրանի շատ մեծ ու գլոբալ հարց է, հա, այսինքն վերցնել հասել թե պաշտպանության նախարարությունը պատվեր է տալի մեզ, բայց ունի դոկտրինա ունի թե չէ։ Ես ես անկեղծ ասեմ, դոկտրինա այս պայմանությամբ չկա, բայց կատարվում են աշխատանքներ, հա, ու դա լինում է այդ դոկտրինան աշխատանքը տարում են համատեղ ազգային անվտանգության հետ համատեղ պաշտպանության նախարարությունը։ Այսինքն այս պայմանությամբ շատ լուրջ աշխատանքներ են տարվում ու իմ կարծիքով մենք շատ արագ կունենանք, բայց այս պայմանությամբ դες գլոբալ դոկտրինա, որպեսզի որ ասեմ կա, չկա, որտեվ դրան լիքը պատճառներ կան ու լիքը խնդիրներ կան, այսինքն ոնց ասեմ, պատճառներ կան, ասենց ասեմ, որ ինչու չունենք այս պայմանությամբ, բայց աշխատանքներ տարվում են շատ լուրջ։ Ես բան ասեմ, դες արդյոք տեսեք, ցանկացած պետություն ունի оборонная դոկտրինա ու ունի ցանկացած երկրի հետ պատերազմ ռաշոտ։ Միշտ ասել են, որ պատերազմը հաղթվում է կամ պարտվում է, մինչև պատերազմը սկսել է։ Դա շատ ֆակտորներից է կախված։ Հիմա նայեք, Բելգիան ու Ֆրանսիան այնքան եղբայր պետություններ, բայց իրանք անգամ ունեն իրար դեմ պատերազմ հանգարց որ լինի, դա դե լիժիկ։ Ես հասկացա, Գորջան, ես ասենց ասեմ, մենք միշտ ասել ենք խաղաղության պայմանագիրը հուշագիրը ստորագրելուց հետո մենք հստակ արդեն ունենք, որ մենք պաշտպանողական քաղաքականություն ենք վարում ու մեր բանակը լինելու է պաշտպանողական։ Այսինքն մենք չենք տեսնում այս սովորությամբ մեզ որպես հարևան թշնամի պետություն, մենք ունենք խնդիր, այսինքն ոչ թե ունենք խնդիր, այլ մենք պարտավոր ենք մեր Հայաստանի Հանրապետության սահմանները պաշտպանել։ Այսինքն այդ պատճառով մենք ունենք հստակ ուղղություններ, հա, որտեղ մենք տանում ենք աշխատանքներ, դա պաշտպանողական մեր կարողությունները ավելի մեծացնելու մասով։ Այսինքն այդ մասով պաշտպանության նախարարության հետ աշխատում ենք նաև մեր հանձնաժողովը, նաև ռազմաարդյունաբերության կոմիտեն, այսինքն մեր համար դա պարզ է, իսկ հետագա այդ ավելի գլոբալ դոկտրինան, որ ասում եք, այդ աշխատանքներ տարվում են ու կունենանք մենք։ Դե տեսեք, հիմա նույն այդ բանարած բայրակտարները, որ ասում ենք, հա, Կանադայից էլ բերվում եւ այլն։ Եթե մենք ունենայինք դոկտրինա, եթե մենք ունենայինք այնտեղ աշխատող Կանադայում, եթե մենք ունենայինք հետախուզություն, հա, ժողովրդի հետախուզությունը ընդունում է, որ գնացել ես մի դոկումենտ ես գախնի նկարել, ուղարկել ես, չէ։ Ռազմավարка այդ այնտեղ մեջից այն երկրում քանդում ես Ինչ է քո երկրի դեմ սկսում ստեղծվել։ Այդ դոկտրինան լիքը բանա մեջ մտնում, մենակ այդ չի։ Հա, բանը եթե Դե ասեմ Գորջան, հա, տեսեք, դրա վրա շատ լուրջ աշխատանքներ են տարվում, շատ լուրջ աշխատանքներ են տարվում ու շատ ճիշտ նշեցիք, ինքը շատ գլոբալ փաստաթուղթ է, հա, ու դա շատ լուրջ փաստաթուղթ է, որը բաղկացած չի մի կոմպոնենտից բաղկացած, հսկայական մեծ ցանց է, որը միավորվում է մեկտեղ եւ այդ ամեն ինչը կոչվում է դոկտրինա, ասեմ աշխատանքներ տարվում են։ Չէ, կարևորը դա է իմանալ, հիմա այդտենց թեմա է, որ չի կարելի ասել հանրայնացնել եւ այլն, բայց կարևորը որ մարդիկ իմանան, որ աշխատանքները տարվում են։ Այո։ Էլի թեմա, որը չի կարելի շատ խորանալ, շատ բաներ բացել, բայց հրթիռների ստարտը տրվել է Հայաստանում արտադրող։
Ուրեմն Գորջան, ես ձեզ sense մի հատ բան ասեմ, որ մենք ֆիքսենք 2023 թվականին, երբ որ ես ռազմարտությունաբերության կոմիտեի նախագահն եմ եղել, մենք 23 թվականի հունվար-փետրվար ամսին մեր բոլոր ռազմարտությունաբերողներին այդ խնդիրը դրել ենք ու դա մեր կարևորագույն հարցերից մեկն էր, որ Հայաստանի Հանրապետությունում տարվեն աշխատանքներ հրթիռաշինության մասով։ Ես շատ բան չեմ կարող կիսվեմ քո հետ, հա, բայց ես կարող եմ ասեմ հետեւյալը, որ մեր ու ոչ միայն հրթիռաշինության մասին է խոսքը գնում, որովհետև հրթիռաշինությունը իրար հետ բազմաթիվ դա վառելիք, այսինքն քիմիայի այսինքն դա մեծ ընդհանուր ցանց է, որը պետք է համատեղ զարգացնես, որովհետև մի բանը չես կարող, ասես գիտեք, արեցինք, այսինքն հարդը արեցինք, ասեցինք, շո մենք ունենք, բայց այնտեղ պետք է վառելիք եւ մնացած բան, այսինքն քիմիայի զարգացումն էլ է Հայաստանի համար շատ կարեւոր այդ մասով նաեւ։ Система образующая производство։ Այսինքն սա մի հատ ընդհանուր բան է, ցանց է, մեկը մյուսի հետ կապ ունեցող, շատ կարեւոր։ Ես չբացելով շատ փակագծեր կարամ ասեմ, որ այո, կա նաեւ ունենք որոշակի դրական արդյունքներ։ Ես անգամ գիտեմ ինչ ապշելու արդյունք այդ չի կարելի հանրայնացնել, բայց ապշելու մի հատ արդյունք ունենք, այդ էլ լավ, դատեց ժողովրդին երկու բառով էլի բան բացատրեմ, որ Ժորժ ջան, դուք մի պատկերացրեք այդ հրթիռը, որ մի հատ բանը երկաթա մեջ բանը բենզինս լցրել, ինքը թրակ գնաց տրակեց։ Այդ հրթիռի մեջ այնքան պլատաներ, չիպեր եւ այլը կա։ Ամեն մեկը 20,000, 30,000 ու մեջը լիքն է տենց շարած։ Այդ ամեն ինչը պետք ու մի հատ հրթիռ ստեղծելուց մի քանի գործարան պետք է աշխատի։ Դա էկոնոմիկա է։ Բացի ռազմարտությունաբերությունից դա էկոնոմիկա է։ Ճիշտ եմ ասում։ Ես հենց ասեմ, տեսեք, ես միշտ ասել եմ ու կասեմ, որ Հայաստանի Հանրապետության ռազմարտությունաբերությունը մեր 2 տարուց հետո մեր պետությանը լուրջ եկամուտներ է բերելու, այսինքն օգուտ է բերելու։ Ռազմարտությունաբերությունը ինքը շատ լուրջ արդյունաբերության ճյուղ է, որը պետք է զարգացնել ու պետք է հետևել։ Ու դա շատ կարևոր է ու մենք մեր նախարարությունն էլ բտա նախարարի գլխավորությամբ աշխատանքներ տարվում են, որ արդեն այն ինչ որ արտադրվում է Հայաստանի Հանրապետությունում ու մեր ուժային կառույցները թույլ կտան դրանք արտահանվեն Հայաստանի Հանրապետությունից, տարվում են աշխատանքներ եւ արտահանվի։ Ու ասեմ ձեզ, մեր արտադրանքը շատ հետաքրքրված են, արտադրանքով հետաքրքրված են դրսի մեր գործընկերները, ունենք արդեն որոշակի արդյունքներ, կան պայմանագրեր, ու մյուս տարի դա ավելի կշատանա ու ավելի լավ արդյունք ունենանք, ասեմ որ Երևան պայմանագիրը, որ մենք կնքում ենք 26 թվականին, 2026 թվականին, որ կկնքվի, սա շատ կարևոր է մեր ռազմարտությունաբերողների համար, որովհետև սա կփոխի ամեն ինչ։ Իհարկե, ուրեմն ժողովրդին ասեմ, Աթեմ ջան, դու սկարես դիտես, ժողովրդին ասեմ, Ժորժ ջան, սովետական միությունը ասում թվին, որ լրիվ քանդված էր, բաներ, промышленности не было и так далее. Феликс Эдмондович Дзержинский мутацец экономикан бարձրացնելու ձև. Он предложил производить паровозы, արտադրել паровозы. А что такое паровоз? Это միանգամ фирма ասել եմ. Это черная металлургия, это рельсы, это уголь, промышленность угля, ուլիքը բաներ. То есть մի բանը ստեղծում է 10 հատ բան, որը սարքում է սիստեմա։ Այո։ Դա կարևորը նաև մեր ռազմարտությունաբերողները, դե ինչքան էլ մենք ասում ենք դրա մասին, դիվերսիֆիկացիա որ պետք է արվի, որ ոչ միայն ռազմական նշանակության արտադրանք արտադրվի, նաև քաղաքացիական նշանակության, անդա դրա մասին մենք խոսում ենք, բայց այս տարի մենք հասկացանք, որ դա մի քիչ դժվար է մեր համար։ Դժվար է, որովհետև քաղաքացիական նշանակության արտադրատեսակների շուկան գիտեք, որ Չինաստանը ինքը մի քիչ Չինաստանի հետ կոնկուրենցիա լինել այդ մասով շատ դժվար է, բայց փորձում են որոշակի բաներով, նաև ուղղություններով զարգացնեն մեր ռազմարտությունաբերողները, որպեսզի նաև ունենան էլի ինչ-որ ֆինանսական աղբյուր, որ կարողանան այդ գործարանները պահել, որովհետև հսկայական թմեր են աշխատում այնտեղ, Գորջան։ Այն ժամանակ մենք ուրիշ պատկեր ունենք, հիմա մեր գործարանները 300-400 արտադրող, այսինքն գործարաններում աշխատող մարդիկ կան, ինչ ասեմ, էլի, չգիտեմ, իմ կարծիքով 2023 թվականի այդ որոշումը, որ կայացեց վարչապետը, դա շատ ճիշտ որոշում էր, ու մենք շատ ճիշտ բան արեցինք ու Հայաստանի Հանրապետությունը այսօր ունի ռազմարտությունաբերություն, որով ես հպարտանում եմ։ Есть уроки это, или вот есть кавычки, которые нельзя скрывать, չեն կարող ասենք մարդկանց։ Բայց Ժորժ ջան, տողերի արանքում կարդացիք, չէ՞, հասկացաք ինչի մասին է խոսքը, որ թե հրթիռների մասին, թե մնացածի մասին։ Ժորժ ջան, իրոք դարել անեց, որ я даже не мечтал այն սկզբից, որ գնացել էինք, որ սկզբից բան էինք անում, հիմա շադարել, դա բևերային, այդ բևեր բառներն եմ ճացրել, բևերային տարբերությունն Ինչ էր ու ինչ դարավ, ինչա դառնում, ինչ կան աճում։
Մի հատ էլ բան Արտեմ ջան, հարց ձեզ։ Մեր ռազմական դոկտրինան все-таки շատ նեղ է գնում դեպի Ադրբեջան, թե լայն ենք նայում։ Տեսեք, մենք ասենց ասեմ, մենք այսօրվա դրությամբ չունենք ոչ մի պետություն ու չենք թիրախավորում ոչ մի պետության։ Ես նոր մի քիչ առաջ դրա մասին խոսացի։ Մենք ունենք տարածք, մենք ունենք մեր Հայաստանի Հանրապետությունն ունի իր տարածքը, մենք ունենք մեր տարածքի ապահովենք իր անվտանգությունը։ Այսինքն մեր ուղղությունը այս պայդրությամբ դա պաշտպանողական մեր կարողությունները ավելի հզորացնելու վրա ենք աշխատանք տանում։ Շատ բաների մասին չեմ ուզում խոսամ, բայց ես քեզ հստակ ասեմ, որ մեր ուղղությունը դա պաշտպանողական, այսինքն մենք չենք տենում ոչ Ադրբեջանին, ոչ Վրաստանին, ոչ մենք չունենք այսօրվա դրությամբ։ Չէ, դա հասկանալի է, դա հասկանալի է։ Բայց ասում եմ, մենք ունենք ուղղություն, մենք ունենք հասկացող, այսինքն պանիմանիա, թե մենք ուր ենք գնում ու ինչ ենք անում։ Որը բարձր ես չեմ կարա, այն ինչ որ հնարավոր է ես ասեցի, որ մեր ուղղությունը դա պաշտպանողական մեր կարողությունները ավելի հզորացնելն է։ Հա, մի հատ բան կար Արգենտինայից տղայր, երևի բլոգեր բանը, ասում է գորը հենց խոսում է, ասում է, էսի չի կարելի ասել, էսի չի կարելի ասել, իրոք չի կարելի ասել։ Հիմա դες դու ես ասում, լիքը բան Ժորժ ջան, բոլորը հասկանում եք, որ բան է կա, որը չի կարելի ասել։ Բայց տողերի արանքում մեր խոսածի կարդացեք ու հասկացեք, որ Ստեղ գիտեք ես ինչ եմ, մենք մի բան պետք է հասկանանք, էլի, մենք այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունը արել է այն ինչ որ երբեք չէր արվել 91 թվականից հետո, մենք խաղաղություն ենք կնքել ու գնում ենք խաղաղության ճանապարհում։ Ու խաղաղությունը ինքը շատ կարևոր է, ինքը մենք պետք է այս խաղաղությունը նենց անենք, որ մենք չկորցնենք։ Ու Հայաստանի Հանրապետությունը մենք չպիտի մտածենք պատերազմելու կամ ինչ-որ բանի մասին։ Մենք պետք է հասկանանք, մենք պետք է մտածենք, այ ոնց իրար հետ կարողանանք բարեկամություն, առևտուր եւ բան։ Чем больше оружия, тем больше мира։ Հա, բայց դրա հետ մեկտեղ ես հստակ ասեցի, ինավ հիմել եմ ասում, ես ասում եմ ռազմաարդյունաբերությունը դա արդյունաբերության կարևորագույն ճյուղն է, որը պետք է Հայաստանը զարգացնի տարբեր ուղղություններով։ Այն ուղղություններով, որով մենք ունենք այդ հնարավորությունն անել, այսինքն դա պետք է արվի ու արվում է։ Բայց մենք չենք խոսում պատերազմի մասին, որովհետև Հայաստանի Հանրապետությունում 2025 թվականին պատերազմ չկա ու չի լինելու։ Մենք չենք գնում այդ ճանապարհով։ Եկեք ֆիքսենք այդ բառերը, Ժողովուրդ ջան։ Այդ չի ասում Գորամատունին, այդ չի ասում Պողոս Պետրոսը, դա ասում է մարդը, որը ԿՊ-ի դեպուտատ, դեպուտատская комиссия и так далее, պատերազմ չկա ու չի լինելու։ Դա ամենակարևորն է այսօրվա օրով։ Էլ մենք չենք կորցնի մեր տեղեքին։ Դա ասեմ, դա մենք պարտավոր ենք պաշտպանենք, պահպանենք, գուրգուրենք, որպեսզի այս կարևորագույն ձեռբերումը, որ մենք ունենք, խաղաղությունը, որ մենք չկորցնենք։ Հա, այդ ձեր ասածը պրոստը տակ ասած չէ, էլի, իրական ֆունդամենտ կա։ Ես հասկանում եմ ինչ ես ասում, Արտեմ ջան։ Փարկասու իհարկե։ Հիմա մի հատ էլ հարց էկոնոմիկ է։ Հիմա ես կողմնակից եմ, որ սահմանները բացում են։ Ցանկացած նորմալ մարդ կողմնակից է, որ ճանապարհները բացում են։ 1000 անգամ ասել եմ, որ ոչ Թուրքիան է ճանապարհ պետք, ոչ Ադրբեջանը։ Իրանք ցանկացած տեղ կարող են գնան, մենք չենք կարող։ Մենք մի հատ լարսից ենք կախված։ Մի հատ բանալի դրեցին, լարսի փակեցին, всё։ Մենք բան, ու այդ լարսով մեզի դաստիարակում։ Միշտ հանգարց խելոք չպես լարսը փակում են։ Չէ, օգոստոսին ձուն է։ Հիմա ճանապարհները բացում են եւ այլն։ Հիմա բախացնում են այսպես ասած ընդդիմադիրները, որ Թուրքիայից պամիդորը չգիտեմ այդ պամիդորը ինչ է դարել, Թուրքիայից պամիդորներն մեր բաները, գյուղացիները սոված կմնան եւ այլն։ Ես ուզում եմ մի հատ կոմենտար դարձնել, Արտեմ ջան, դուք շարունակեք, հա։ Ուրեմն նայեք, Ժողովուրդ ջան, Թուրքիայում պամիդորը աճացնում են, բերում հասնում են ճանապարհից ասա, Ռաստամոշկա անցնում է այդ պամիդորը ու դառնում է всё равно էժան, ավելի քան հայկական արտադրած է, ուրեմն պարնիկները փակեք Հայաստանում։ Ուրեմն դուք փող չեք աշխատում, դուք գրփում եք։ Ուրեմն պետք է կամ սենց պետք է լինի, ասենք մենք լինենք երկիր, ոնց որ Անգլիան, հա, երկիր для штучного товара, дорогого товара։ То есть դուր մեծացնենք, որը շատ քիչ է, բայց կիլոն 15000 դրամ է գալու ու էքսպորտ կգնա ու շատ թանկ կվաճառվի այնտեղ։ Մասսավի վրա եթե չեն կարող աշխատել։ Ես սենց ասեմ, Ժորժ ջան, միանշանակ ես կողմ եմ սահմանների բացման ու դա շատ կարևոր է մեր պետության համար, որովհետև դա մեր տնտեսության համար շատ կարևոր է։ Իսկ ինչ վերաբերում է պամիդորը Թուրքիերը կբերեն մեր մոտ կվաճառեն, թե մենք կտանենք այնտեղ կվաճառենք, դա արդեն շուկան կթելադրի ու որակը ամենակարևորագույնն։ Այո։ Մենք ունեցել ենք բազմաթիվ խնդիրներ այն ժամանակ, որ որակական ապրանքատեսակների, հա, սննդամթերքի մասով խնդիրներ լինում են, էլի, այսինքն աճացնում են մի բան, որը հնարավոր չի կարելի ուտել։ Դա անընդհատ մեզ մեղադրել են հարցում, որ գիտեք, ինչ կսահմանները բացվի, ամեն ինչը կեժանանա, մեր մոտ կփակվի։
Սա ճիշտ է, սա պետք է բացվի ճանապարհները, տնտեսությունը պետք է շնչի ու պետք է հասկանանք, եթե մենք չենք կարում, քո ասած, եթե մենք մի կոնկուրենտնի չենք, որ Թուրքիայից աճացնեն, բերեն, հասնեն այստեղ իրանց լորիկը ավելի էժան կնի, ինչ մենք մեր տեղում ենք արտադրում, հա, բազա մենք արդեն նայում ենք որակ, հա, ու արտադրողը ի՞նչ է, գնորդը, սպառողը ի՞նչն է նայում, ինքը նայում է ամենակարևորը որակը եւ գինը։ Դա էլ առնում է եւ օգտագործում, այսինքն ասել թե գիտեք ինչ կա, խնդիր կունենա, միգուցե ունենանք, բայց դա էլ արդեն կբերի ուրիշ որոշակի, այո ասած, ուրիշ արտադրանքների մասին կմտածենք Հայաստանում, որ ունենանք, որը օրինակ ունիկալ արտադրանք է, որը չունի ոչ մի մեր հարևանները։ Մատակարարել ենք այնտեղ։ Հա, դե հիմա տեսեք բան է, այս վագոն բան ա եկել, բենզին ա եկել Ադրբեջանից, հա, սենց բան, դարել է Ադանայի ողբը սարքեցին, վայ, Ադրբեջանից բան, հա, այնտեղ պոպուլյարն է ֆրազը в интернете, ասում է, բայց մեր դիստրիբյուտորը այդ բենզինը կարանք լցենք, հա, там ավիակերասին, ну, չխորանակ է դրա մեջ, հա, բայց իրանք էլ սկսում են արդեն սկսել են նայել հարցին, որ հայկական կոնյակը հայկական սիգարետը, իսկ ինչ է նշանակում կոնյակը, խաղողի բաները, չէ, ֆերմաները բաներ աշխատում են, այդ զավոդնա կոնյակի աշխատում, թութունի բաննա, զավոդնա սիգարետը։ Մթերումն է մեծանում, մթերման քանակներն են ավելանում։ Հա, հրամայինս թե վերություն չէ, շորա բանը եւ այլը, դա էլ չի նշանակում, որ Սամվել Ալեքսանյանը դրեց, կարեց, ուղարկեց, չէ, ցելի զավոդի работу, ցելի доставка товаров и так далее, экономика է սկսում շնչել։ Հա, եկեք на зло кондуктору билет куплю, пешком пойду։ Չէ, Ժողովուրդ ջան, դա մեր օգուտն էլ է։ Այո, մենք տեսանք, որ մեր ծորենը, որը պետք է եկավ Հայաստան, հա, եւ վարելիք, որ եկավ Հայաստան, շատ ոնց ասեմ, շատ արագ եւ մատչելի եկավ։ ու այն դաստիարակողը չէ բանարեց, մի դիկտավալ условия, ոնց է գալու, ինչ է գալու եւ այլ։ Եթե մենք ունենք ալտերնատիվա, Ռուսաստանի վերած ապրանքների գներն ընդդնելու, ավելի շուտ է հասնելու, ճանապարհներն են ավելի հեշտ դառնալու, այդ լարսը չեն փակելու, որտեղ մենք ունենք ալտերնատիվնի ճանապարհներ։ Կոնկուրենցիայի մեջ է ամեն ինչը։ Իսկ մենք մեկից կախված ենք, դրա համար ամեն ինչը թանկեր, ամեն ինչ ուշ էր գալի ու դու չգիտես ինքնարապես կգա թե չի գա, այդ ապրանք գազի այստեղ թե չէ։ Հա։ Դե ինչ ասեմ, ես հույսով եմ, որ մեր ժողովուրդը Գորջան 2025 թվականը ֆիքսեց ու հասկացավ, որ Հայաստանի Հանրապետությունը ու Հայաստանի Հանրապետության կառավարությունը արեցեն ինչ որ ոչ ոք չէր կնում, մինչև 91 թվականից չէր արվում։ Մեր կառավարությունը բերեց խաղաղություն, ու ես հույսով եմ այդ խաղաղությունը մեր մոտ կլինի երկարատև ու մենք սկսենք արդեն որ մենք մյուս անգամ կհանդիպենք մի քանի տարուց հետո կամ ոչ էլի մենք խոսանք այդ առևտրից, հա, հարևանների բանի հետ շատ կարևոր է։ Ինչ ասեմ, անչափ շնորհակալ եմ Արտեմ համար, հա, այս բաները, այս լավ նորությունները ժողովուրդը պետք է լսեր, թե հրթիռները, թե որ այդ հրթիռները պետք չեն գալու, բայց արտադրվում են, թե էկոնոմիկայից, որը շատ բաներ է բացում եւ այլը, որ ժողովուրդը իմանա ու հասկանա, որ լիքը լավ բան սպասում է ժողովուրդ ջան, ու 26 թիվը դա խաղաղության թիվ դուք կտեսնեք ինչքան բան է դեպի լավը գնալու։ Ես էլ եմ ասում, ես ԿՊ-ի անդամ չեմ, ես կառավարության չեմ, ես Հայաստանի քաղաքացի եմ։ Ու ինձ երբեք մի կոպեկ չի տրվել կառավարությունը, ոչ ոք չի տվել։ Ուղղակի ես հասկանում եմ, որ սա է փրկությունը իմ ազգի, Ժողովուրդ ջան։ Հա, Գորջան, օգտվելով առիթից ես եմ ուզում շնորհավորել մեր բոլոր հայրենակիցներին 2026 թվականի այսինքն նոր տարին։ Ցանկանում աղթել խաղաղություն, մեր համար խաղաղությունը շատ կարևոր է։ Այս տարի մեր կուսակցության համար, 2026 թվականին գիտեք, ընտրությունների տարի է, մենք ազգային ժողովի ընտրություններն են լինելու падգամավորների հունիսի 7-ին, հա, իմիջիայլոց ես եմ ներգրաված այդ ցանկում, բաների падգամավորական տեսնենք ու հույսով ենք Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ճիշտ ընտրություն կանի եւ այս խաղաղությունը մենք ավելի երկար կվայելենք իրար հետ։ Я даже не сомневаюсь, որ ընտրությունը ճիշտ անունելու։ Даже не сомневаюсь, որովհետեւ այնքան է ժողովրդից է կախված։ Դե ժողովուրդը հասկանում է ամեն ինչ։ Արտեմ ջան, անչափ շնորհակալ եմ քեզ բարի օր, բարի նոր տարի, ժողովուրդ ջան, ձեզ բոլորիդ նոր տարով շնորհավորում եմ 26 թիվը լինի խաղաղության թիվ, խաղաղության տարի ու տենց շարունակվի։ Լավ է բոլորիդ։ Merci Գորջան։